Խաղացուն սիրելի քրիստոնյա ազգ, քրիստոնյա ժողովուրդ, եղեք օրհնված մեր Տիրոջ անունով։ Կարդանք մի հրաշալի Սաղմոս առավոտյան աղոթք անենք ժողովուրդ ջան, մեր կյանքը, մեր օրը ամեն օր պետք է հանձնենք Աստծո հոգու առաջնորդությանը, Աստծո սուրբ հրեշտակների առաջնորդությանը։ Առաջի Սաղմոսն է։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռների վրա չի նստում։ Այն նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում, և նա ջրերի գնացքումը տնկված սարերի պես է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։ Բայց այսպես չեն ամբարիշտները, այլ ինչպես դարմանի մղեղ, որ քամին ցրիվ է տալիս։ Սրա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մեջ, և ոչ մեղավորները արդարների ժողովի մեջ, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, բայց ամբարիշտների ճանապարհը ցավալի է, բայց կկորչի։ Երանելի մարդուն է ներկայացնում Աստծո աչքին, Աստծո համար, թե ով է երանելի մարդը, Աստծո համար, ասում է, այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնած և ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Այս նման մարդը Աստծո աչքերին Աստծո համար երանելի է։ Այլ ինչ անում, նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, ցերեկ, գիշեր, նրա օրենքի վրա է մտածում, այսինքն խորում Աստծո խոսքը, Աստծո հետ է խոսում, Աստծո հետ է հաղորդակցվում, աղոթք անում, հոգևոր ապրում, հոգևոր քայլեր անում։ Այո, այնպես չի, որ մարդը չի կարող ամբարիշտների մեջ մտնի, ասենք մեղավորների հետ ճանապարհ գնա, հասկանում եք, այս աշխարհը լցված է այդպիսի մարդկանցով, մենք էլ ժողովուրդ ջան, այնպես չի, որ կատելության կնիքն է մեր վրա խփած, այո, Սուրբ Օքին կատելության կնիք է մի կողմից, որ մեր մեջ արդեն դրած է, բայց ուզում ասա, որ նրանցը մի նմանվի, նրանց գործը մի գործա, նրանց պես մի խորա, ամբարիշտ բաներ մի խորա, մեղավոր ճանապարհ գնող մտքեր մի ունեցի քո սրտիդ մեջ, այլ մաքրվի, սրբվի, Տիրոջով լվացվի եւ օրհնվի, փառք է Սուրբ Աստված, թող օրհնված լինի այսօր օրը, օրհնված լինի ամեն մի մարդ, ով որ փնտրում է, փապակում է, սիրում է, ապավինում է Հիսուս Քրիստոսին, թող Սուրբ Օգու զորության բժշկությունը